Կոտայքի Շիրակի մարզային այցելությունների ընթացքում Հայաստան դաշինքն ավելի շատ կենտրոնացել է անվտանգության և սահմանային խնդիրների, տնտեսության վերականգնման, գյուղատնտեսության զարգացման վրա։ Դաշինքը խոստանում է, սահմանամերձ բոլոր գյուղերում ծնված յուրաքանչյուր երեխայի համար մինչև չափահաս դառնալը պետությունը կհատկացնի ամսական 60,000 դրամ։ Եթե մենք ուզում ենք ունենալ գյուղեր, գյուղում պետք է լինի դպրոց։ Մենք երբեք չենք կառուցել դպրոցներ, այլ դպրոցներ փակելու համար։ Դաշինքի համար շատ ավելի կարևոր ծրագրային դրույթներից են նաև պետական ինքնիշխանության և անվտանգային մարտահրավերներին դիմակայելը, իշխանությունների արտաքին քաղաքականությունը, տարածաշրջանային զարգացման ծրագրերը։ Իմ շփումներով Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի վարչապետի, Իտալիայի ավելի ակտիվ էին այդ շփումները, քան հիմա։ Գյուղական համայնքներում հանդիպումների ընթացքում Հայաստան դաշինքի ներկայացուցիչները հիմնական շեշտը դրել են ոչ թե կոնկրետ տեղական ասֆալտ, ջուր, գազ խոստումների, այլ ավելի լայն քաղաքական և անվտանգային օրակարգի վրա։ Մարդկանց հետ մեր զրույցները շատ ջերմ էին, մեծ ոգևորություն ստացանք մարդկանց հետ շփումներից։ Դաշինքը նպատակ ունի վերականգնել ուժեղ պետությունը, ապահովել անվտանգությունը, կանխել նոր պատերազմական ռիսկերը, ինչպես նաև վերականգնել տնտեսությունը և ներդրումային միջավայրը, աջակցել ԵԱՏՄ ուղղությանը և տնտեսական ինտեգրմանը, բարձրացնել կենսամակարդակը և աշխատատեղեր ստեղծել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։